Ադրբեջանի որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու մեր երկրում փող գնել, հայտարարել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հավերժական խորհրդանիշ Սարդարապատի հուշահամալիր այցելած Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը։ Կարապետյանը լրագրողների զրույցում քննադատել է գործող իշխանության վարած քաղաքականությունը, որն ըստ նրա նախադրյալներ է ստեղծում, որ մի քանի տարի հետո Հայաստանում ադրբեջանցիներ բնակվեն։ Ի հակադրություն դրա քաղաքական թիմը իշխանության գալուց հետո խոստանում է սեղմ ժամկետներում ընդունել հակասաֆարովյան օրենք, որով էլ կարգելվի ադրբեջանցիների վերաբնակեցումը։ Մենք առաջարկում ենք օրենսդրական բլոկ, որով կփակենք այս հարցը։ Կոչվում է հակասաֆարովյան օրենք։ Անունն էլ խորհրդանշական է։ Ինչ ենք անելու։ Հայաստանի դեմ ագրեսիա արած յուրաքանչյուր երկրի, ոչ միայն Ադրբեջանի, քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանում գնել հող, գնել գույք։ Հակասաֆարովյան օրենքը մենք շատ արագ ընդունելու ենք, որտեղ խաղաղությունից պայմանագրից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դնելու, որ վերաբնակեցնի այստեղ։ Կարապետյանը նաև անդրադարձել է էներգետիկ անվտանգությանը, առաջարկելով պարտերային նոր մոդել, որը թույլ կտա նվազեցնել արտաքին կախվածությունը։ Ըստ նրա, Հայաստանի արևային էներգիայի պոտենցիալը պետք է ծառայեցնել երկրի կարիքներին։ Մենք պետք է բարտեր սկսենք անել արևային էներգիան այստեղից Հայաստանից, քանի որ շատ զարգացած է եւ ընդհանրապես Եվրոպայում ամենալավ արևային էներգիայի համար գոտին է Հայաստանը։ Մենք շատ մեծ քանակի արևային էներգիա ենք տալու Իրանին եւ դրա դիմաց ստանալու ենք գազ, որով փակելու ենք մեր ներքին պահանջարկը գրեթե շատ էժան գնով։ Իսկ այդ գազը տալու ենք ջերմոցներին, գազը մեր թոշակառուների համար սուբսիդավորելու ենք, նորմալ մարդկանց համար լավ ընդունելի միջավայր ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ կարողանան քիչ ծախսերով կարողանան տունը ջեռուցեն։ Այդ ծրագիրը մի 4-5 տարվա ծրագիր է, տեսնենք ինչ մեծ փոփոխություն է լինելու, համ ներդրումներ, համ էժանացում։ Մենք դիվերսիֆիկացիան ամեն դեպքում գծերի կպահենք, բայց տնտեսության կախվածությունը կթուլացնենք իհարկե։ Սարդարապատում ազգային բարերար Սամվել Կարապետյանի թիմը հանդիպել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, որն իր հայրապետական օրհնանքն է տվել դաշինքի անդամներին։